Ժողովուրդ ջան, դուք ինձ շատ եք հարցնում, բա ոնց անենք, որ չսկսվենք բացականի վրա, ոնց անենք, եթե հիվանդենք, կարողանանք առողջության վրա կենտրոնանալ, հա, եթե միայնակ ենք երջանկության վրա կենտրոնանալ եւ այլն։ Եվ անգամ կան մարդիկ, որոնք որ հեգնում են, ասում են, դե եթե միտքը ուժ ունի, բա ինչի հենա նստած եմ, մանանայա թափվում գլխիս, մտածում եմ ամեն բան լավ է, ժողովուրդ ջան։ Միտքն էլ իր օրենքներն ունի, բավական չի է, նստեք մտածեք ու ձեր երազածը իրականանա, հա, որովհետև ժամանակ է պետք դրա համար, բայց դուք պարտադիր պետք է հետևյալ պայմանը պահպանեք, երբ որ դուք մտածում եք նրա մասին, ինչի մասին, որ երազում եք, դուք պետք է զգաք նախորոք դա ստանալը, որ դուք այն արդեն ունեք եւ ինչ հույզեր կունենաք, երբ այն լինի ձեր ձեռքերում, դուք ասում եք դա հնարավոր չի, այն էլ ոնց է հնարավոր եւ բազմաթիվ իմ հետևորդները, ես ինքս իմ շրջապատում դա զգացել ենք։ Պարզապես պետք է վստահել եւ հավատալ։ Հիմա ոնց անել, որ այնուամենայնիվ կենտրոնանալ դրականի վրա։ Ուրեմն նայեք, ամեն օր մենք ունենում ենք 60,000 եւ ավել մտքեր, բայց բնականաբար մենք այդքան միտք չենք կարող ընկալել, հասկանալ։ Դրա համար այդ բոլոր մտքերը ավտոմատ կերպ առանց ֆիլտրվելու գնում են ենթագիտակցության մեջ։ Իսկ քանի որ ենթագիտակցությունը եւ գիտակցությունը սերտ կապ մեջ են իրար հետ գտնվում, կախված մեր հոգեվիճակից, մեր ենթագիտակցությունը այնպիսի մտքերի չափաբաժին է մեզ տալիս, որ հոգեվիճակում, որ մենք գտնվում ենք, եթե մենք դեպրեսիվ վիճակում ենք, դրան համապատասխան մտքեր են գալիս, տագնապային վիճակում ենք, դրան համապատասխան մտքեր են գալիս, իսկ եթե ուրախ ենք, այո, այդպիսի մտքեր են գալիս, բայց այնուամենայնիվ միտքը ինքը չեզոք է, ժողովուրդ ջան, կախված նրանից, թե մենք ինչ էմոցիոնալ երանգ ենք տալիս, ցանկացած մտքին միտքը դառնում է լավ կամ վատ։ Այ օրինակ եկեք տեսնենք, ենթադրենք իպոխոնդրիկ է, անընդհատ մտածում է, որ վայ, կարող է ստեղը սա հիվանդ, կարող է ես մեռնում եմ եւ այլն, եւ ամեն օր կամ օրը մեջ նա գնում է հիվանդանոց ստուգվելու համար, բայց տեսնում է ամեն ինչ նորմալ է, նորից եւ նորից գնում է։ Կարևորություն տվեց այդ մտքին, բայց միտքը նորից եմ ասում ինքնին չեզոք է։ Այ եթե դուք, երբ որ վատ միտք ա գալի, ասեք դու ընդամենը միտք ես, դու չես կարող ինձ հունից հանել, ես գիտեմ ինչ անեմ, ես ճիշտը գիտեմ եւ փոխեք այն դրա հակառակ դրական մտքով, որ ամեն բան լավ է, որովհետեւ ես օրինակ Աստծուն վստահում եմ, ես գնում ստուգվում եմ, մի խոսքով ամեն բան լավ է, այդ մտքերը կամաց կվերանան եւ դուք կարող եք ստեղծել ձեր երազած իրականությունը, ես վստահ եմ, որ դու կարող ես։